Տիկին Բաթյան, նախքին վատ իշխանությունների ժամանակ եկենգում գրանցում էի, դու ծրագրային կարողանում էիր ստորագրեիր, եթե ունեիր քարտ։ Հիմա եթե քարտ ես ունեմ, առանց քարտ ռիդերի ոչ մի բան չեմ կարողանա։ Երկրորդը, լրացնում ես դեկլարացիան, չէ, ես լրացնում եմ։ Ինքս հայտարարագիրը ոչ մի բան չեմ լրացրել։ Սոցապը գրում ես, ինքը բերում է աշխատավարձ, ինքը բերում է բանկային ավանդից ստացած տոկոս, այլ եկամուտ չկա։ Եթե մեկը ունենար, ինչա կարծում եք պետք է այդ հայտարարագրով կար խոստովաներ ասել, վայ գիտեք ես հանցագործուց։ Այո, իմ բանկային ավանդի տոկոսը բերել է, դել չգիտենք։ Այսինքն ինչա կարծում եք, որ ես սրանով պետք է գրեմ ասեմ, գիտես ես հանցագործային հանցագործություն եմ արել, սա էլ ինքնախոստովանության թուղթ է։ Ակնհայտաբար ոչ, սա կոռուպցիան բացահայտելու գործիք չի։ Հիմա մյուս խնդիրը։ Եթե այդ ամեն ինչ ինքնաշխատ բերում է, ինչի է կառավարությունը դա սկսում շրջանառել, եւ հիմա էլ հարցնում է փոխանցումներ մնացած, ակնհայտ է, չէ՞ որ դա հիմք է ծառայելու վաղը հարկման բազան փոխելու համար։ Կրկնում եմ, այս երեքով խոսել են 22 թվական դեկտեմբեր 21 Ես ասել եմ, դուք սա օգտագործելու եք հարկերն ավելացնելու համար։ Եվ տենց է լինելու է, շեմերը կնվազեցնեք, կտեսնեք ոնց եք հարկում։ Մյուս խնդիրը, ինչի հանկարծ կառավարությունը որոշեց բոլորին պարտադրել սմարթ հեռախոսներ կամ ինտերնետ հասանելիություն ունենալ։ Ինչի։ Ինչի եք մարդկանց պարտադրում դա անել։ Եթե այդքան իրոք շատ գրգռված եք, փոստային առաքում թույլատրեք։ Սոցիալ կենտրոններին դա ասեք, որ անեն։ Չեք անում, որովհետև այդ մարդիկ հենց գնան սոցիալներ ձեր վրա բարդությունը առաջանալու, չեք ուզում այդ բեռը ձեր վրա վերցնեք, բեռը թողում եք մեր քաղաքացիների վրա ամենախոցելի խավերի վրա։ Պարոն Խաչատրյան, առաջարկում եմ ճշտել, ոնց որ թե հիմա հակառակն է, ոնց որ եկենգի ժամանակ պետք է ունենայր այդ սարքը, հիմա պետք չի ունենա սարքը, օպերատորից վերցնում ես մի քանի 100 դրամ այդ գրանցումը, այսինքն դուք հակառակը ասացիք, ասում եմ հակառակը չի էլի, հիմա է հեշտ, այն ժամանակ էր դժվար։ Հիմա կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ, պարոն Խաչատրյան, բոլորին էլ հայտնի է, որ տարբեր թաղամասերում, մասնավորապես Երևանում, տարբեր այլ տեղերում, որտեղ որ կոռուպցիոներները, հիմնականում նախկին կոռուպցիոներները շատ բաներ ունեն հետ գցած, տարբեր կրպակներ, տարածքներ, բան, ապօրինի վարձով են տալիս, այդ վարձակալությունները հավաքում են, ոչ միտեղ ոչ գրանցվում է, ոչ հարկ են վճարում, ոչ երևում է, օրինակ էլի շատ փոքր բաներ եմ ասում, տներ ունեն, բնակարաններ ունեն, հիմա թղթով չի անում, ճիշտ է, հիմա այդ ամեն ինչը, որ սկսեց հանկարծ հայտարարագրվել, Եվ դուք ասում եք, որ չեն հայտարարագրի, բա որ չեն հայտարարագրի հետո այդ եկամուտները ոնց են ծախսելու, մեկի եկամուտնա չէ, դա դառնալու, հետո այն մեկը հայտարարագրելու է, չէ, հետո երևալու է, չէ, որ այդ փողը որտեղից է եկել ծագումը, հետո գնալու են հարց են տալու, ասել են եղբայր, բա այս փողը որ այսքան ծախսում ես, բա որտեղից։ Եվ ես դες հավաստիացնում եմ, որ այստեղից ահռելի մեծ չափով եւ կոռուպցիայի կանխարգելումա դուրս գալու եւ ապօրինի գույքա դուրս գալու եւ տարբեր այլ բաներ եւ այո, մեր քաղաքացիները սովորական մեր հարգելի քաղաքացիները 100,000-ավոր ովքեր աշխատում են, պարզ, հանգիստ, ոչ մի այլ եկամուտներ չունեն, աշխատավարձ են ստանում, իրանք մտնելու են, տեսնելու են, որ իրենց եկամուտները այնտեղ կա արդեն, մի քլիկով ասելու են շնորհակալություն, համաձայնում ավարտվելու է։ Եվ ինչ են ստանալու նրանք դրա արդյունքում, ստանալու են այն, որ եթե նախորդ տարում իրենց երեխաներին տարել են երաժշտական դպրոցներ, սպորտի խմբակներ, այլ ծախսեր են արել կրթության ոլորտում, մանկապարտեզներ, դպրոցներ, իրենք ստանալու են իրենց հասանելիքը, սա է տեղի ունենալու, և ինչու եք դուք հիմա անհանգիստ ինձ հասկանալի չի, ես կարծում եմ, որ շատ մեծ հնարավորություններ ստեղծում մեր սովորական քաղաքացիների համար 100,000-ավոր, շնորհակալ եմ։